մի դա սպառնալիք է ընդդիմության ուղղված։ Քանի որ ընդդիմության ներկայացուցիչները դες հայտնի գործերով հանցանքների ակնհայտ մասնակիցներ են, այո ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով եւ որպես ժողովրդի մանդատ ունեցող մարդ ես կոնկրետ անձանց սպառնում եմ, որ նրանք նստելու են, որ եւ պետք է նստեն։ Այս տարիների ընթացքում այդ տեղի չունեցի։ Տեղի անեց։ Չէ։ Կմտցնեմ համապատասխան տեղը։ Այդ ֆիզիկական սպառնալիք կարա լինի այն մասկեքով ելույթ ունեցողների։ Այո, ֆիզիկական սպառնալիք է, որտեղ պոլերով ենք տալու դրանք, սատկացնելու ենք։ Ոչինչ, դրանից հետո իրավապահները գնահատական, ես ասում եմ, հետո որ մասկեքով ավտոմատ ուսներին դրած խոսում են, ես դրանց հատ գտնելու եմ ու սատկացնելու եմ, բառից իրավական հերթին։ Ասում եմ, մեր իրավապահ մարմինները ասֆալտ ուտացնելով իրանց տանելու են գցեն քրեակատարողական հիմնարկ։ Ինչու այս 8 տարիների ընթացքում Դա եղել է, բազմիցս է եղել եւ տարբեր դրվագներով ա եղել, ես ասում եմ, մենք գործ ենք ունեցել 23 գլխանի հրեշի հետ, գլուխները կտրելով եկել ենք հերթով, հիմա մնացել են վերջին 3 գլուխը եւ հիմա առաջիկա մինչեւ տարվա վերջ դա պետքա տեղի ունենա։ Մինչեւ տարվա Ինչի խորհրդարան իշխանություն ձևավորեն, ժողովուրդը ոնց կորոշի։ Ժողովուրդը կորոշի տենց է, ուրեմն ես այս խոսույթը որ sense ձևավորվել է ձեր դիմադիրների միջև նոր Պարոն Սիմոնյանին էլ է հարցնում։ Նորմալ է, հարիր է բանավեճի տեսակետից կամ ձեր տեսակետից օրինակ հայ տղամարդուն հարիր է կնոջ հետ այդպես խոսել, այդպես սպառնալիքներով կամ Ինչ եմ խոսում, ես կնոջի չեմ սպառնացել, ես Ռոբիկին եմ սպառնացել ու հիմա էլ եմ սպառնում եմ, ասում եմ սատկացնելու եմ, սատկացնելու եմ։ դեպքում կնոջ հետ էիք խոսում, վարչապետի Լսեք, ամեն դեպքում կինն էլ վարչապետի հետ էր խոսում, եթե կինը իրան հաշիվ չի տալիս, որ խոսում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի ներկայացուցչի հետ, ուրեմն ես էլ իր տերերի հետ խոսում եմ ու սպառնում եմ ու ասում եմ գիտեք ինչ, իմ հարազատը ես իմ ընտանիքը չեմ խնայ, հա, ով որ մտածում է որ ավելի շատ բան է տվել, շատ իզուր, ես իմ ընտանիքը չեմ խնայ։ Բայց շատերը հազարներով զոհեր են։ Լսեք, ասում եմ ես իմ ընտանիքը ես չեմ որոշել, որ իմ ընտանիքը չի զոհվելու։ Ես 100 անգամ ասել եմ, իմ տղայի հետ նույն խրամատում գտնվող մարդը զոհվել է, այսինքն իրար կպած են եղել։ Զոհվել է, ես չեմ որոշել, որ իմ տղան պետք է չզոհվեր։ Եվ ես իմ ընտանիքը չեմ խնայել, ոչ մի բան չեմ խնայել։ Եվ ասում եմ, այն մարդիկ, էլի ասում եմ, մետրոյում դեպքը ուրիշ կերպ մեկնաբանվեց, բայց ասում եմ, նրանք ովքեր գալիս են այստեղ Ղարաբաղի ակցենտով սպառնալիքներ են ձևակերպում, դրանք բոլորը փախածներ են, ճողոպրածներ, վախկոտ ստահակներ են դրանք բոլորը, վախկոտ ստահակներ, ինչ պագոն ուզում է ունենան վրեն, այդ վախկոտ ստահակներից մի մասը մի դատվում է, ու նրանք է պետք է դատվեն նստեն, ու այն դատական մաֆիաները, որ նրանց անընդհատ ազատ են արձակում, այդ որ բարձունքներ են տվել, այդ որ դիրքեր են տվել, որ ինձ մեղադրեն, որ իշխանափոխություն անեն, գլուխները պատին։ Դատարանները ինչու են մինչև հիմա դեռ իրանց եք մեղադրում, որ չեն կարև այդ ինք, որովհետև սահմանադրությունը թույլ չի տվել։ Դրա համար էլ ասում ենք սահմանադրությունը պետք է փոխվի եւ բոլոր դատավորների կարգավիճակը պետք է դառնա դատավորի։ Ես մետրոյի խոսույթի համար զղջում եմ, որ ես երեխայի ներկայությամբ այդ խոսույթը ունեցա եւ այդ տիկնոջ հետ խոսել, չնայած հետո պարզվեց այդ կինը ըստ էության այդ քրեա օլիգարխիկ կլանի ընտանիքի անդամ է, բայց ես կնոջից ես բոլոր կանանցից ներողություն եմ խնդրում, բայց ասում եմ սիրելի կանայք, այդպես խոսա, գտանեին կսատկացնեին, գտանեին Պողոսյան կար, հերիք եղավ բոլ եղավ։ Հայաստանում, որտե բնակիչ ուզում ալնի, ուրեմն թող իրան հաշիվ տա, որ խոսում է Հայաստանի վարչապետ հետ։ Կպն թող իմ հարցը քննի եւ միջոցներ։ Այո, մտնում է, նրանք ովքեր ուզում են ժողովրդավարություն օգտագործեն ժողովրդավարության դեմ, իրանց սպառնում եմ կոնկրետ, ասում եմ Կալուգացի օլիգարխին, Ծառուկյան Գագոին, Քոչարյան Ռոբերտին,
ոտերի տակ ընկնող Սերժին սպառնում եմ կոնկրետ։ Սպառնում եմ, ասում եմ, ես դες սատկացնելու եմ ու ծնկի եմ բերելու։ Ես դες կզցնելու եմ։